Լիանա ջան, բարև ձեզ։ Բարև։ Մհերա իմ անունը Բաղդասարյան, ես լրագրող եմ։ Գիտեմ, որ օր առաջ Արան ա ձեր հետ խոսել Ղազարյան, հաղորդման հյուր գալու հետ կապված։ Ձեր համարը փոխանցեց ինձ խոսելու մանրամասների մասին, ո՞նց եք, դուք լավ եք։ Երջանիկ։ Մհեր ջան, դուք Արայեն էլ ասեք, ես հենց վաղը 6 հոգի հյուրընկալել եմ եւ 6 օրվա սնունդը ես պետք է տամ։ Ես նույնիսկ ասեմ ավելի, ես խոհարար եմ նաեւ։ Իսկ կարող է ես էլ սկսեմ հետաքրքրվել այդ բիզնեսը, ոնց որ լավ եկամտաբեր բան է, անիմաստ էս հաղորդումը չվարեմ։ Կարամ շվեյցար լինեմ։ Ուրեմն, չգիտեմ, շվեյցար, հա, նույնիսկ։ Լիանա ջան, զրույցը ձեր մասին է լինելու եւ ուզում ենք, որ հաղորդումը տես 3 փուլով լինի, 3 տարբեր կերպարներում լինեք։ Նայեք, Վահե ջան, հոգեացի։ Մհեր, ես կասեի ավելի, կպարզ անունն է, 4 տարի, հա։ Եվ ՄԻ, ՀԻ եւ ի համադրությունն է, էլ ինքը այդպես բարդ չի։ Անգլերեն։ Լավ Լիանա ջան, տենց 3 բաներ, ոնց որ կերպար էր Արոնը ասում, ասում էր մեկը լինի տենց ջրահարսի կերպար, որպես տենց մանկական ծնունդների մի բան, մեկը լինի այդ սքո բանը, շատ խնդալու է, չէ՞, չմեռախսի մած ասում ջրահարսի, բայց ոնց որ բան շատ խնդալու բան պետք է ասեմ, բայց մյուսը աճպարարի։ Լիանա ջան, լսում ես։ Մենք Մանեի հաղորդմանն ենք հյուր։ Մանեի հաղորդումը վստահ եմ նայում ես, չէ՞։ Մանե Գրիգորյանի։ Օ, YouTube-ի ամենազվարճալի ու բոլոր աստղերը, բոլորը այստեղ հյուր են գալիս եւ երազում են հյուր գալիս։ Շատ եմ զբաղված, կներեք, բայց ի՞նչն է եթեր գնալու մեր զրույցից, ինձ մի հատ ասեք, որ եթեր ստացեք։ Որ զանգեցի ձեզ եւ տենց հումորային կատակ առաջարկ էր։ Դրան նախորդելու է, որ ես պարտվել եմ։ Բայց որևէ բան չեք խոսում։ Բայց որևէ բան չեք։ Որ մասը կուզեք, որ չգնա, կարակ ասեք այդ մասը հանենք։ Ես գիտեի, որ դա եթերա գնալու։ Դե հենց ամբողջ իմաստը։ Դե ամբողջ իմաստը է դա Լիանա ջան, դա կատակ է։ Չէ, ես գիտեմ, չէ, հանրայինով ես դատի եմ տվել հաղորդում, առանց իմանալու հաղորդում էին սարքել, եւ ես այդ դատը կրեցի, որովհետեւ իմ փաստաբանը կրեց, առանց իմանալու ցաղալիս էին, այն ինչ որ ես կուրսի չէ, ես ուզում հասկանամ ինչ է եթեր։ Լիանա ջան, սա կատակ էր, հումոր էր, ես զանգում եմ ձեզ Արայի առաջարկով, հա։ Ես պատասխանել եմ որպես լրագրող, չեմ խոսացել։ Դուք իրավունք չունեք իմ խոսքերը եթեր տալու, ես չգիտեմ ինչ եմ խոսացել, ես խոսացել եմ որպես զրույց, ոչ թե տվեք։ Մի րոպե տամ հաղորդավարի։ Ես օքեյ եմ ասում։ Հա, մի վայրկյան Լիանա ջան, մի վայր։ Ոչ մի ավելորդ բան չեք ասում։ Խոսում։ Ասացիք, որ վաղը 6 հյուր եք ունենալու եւ ամբողջ ճաշերը դուք եք պատրաստում։ Եվ ճաշերը դուք եք պատրաստում, հա, նաեւ խոհարար Բայց եք։ վատ բան չկա դրա մեջ։ Բայց շատ լավ բան է։ Ահա, բանը Մհերա ասեց, ես կուզեի գայ ձեր բանը, ձեր շվեյցար լինես, ասացի այնքան դրանշուն լինես, ինձ հետ լինես, այդ եք թողեք ուրեմն։ Հա, տենց բան եք ասել, այդ ես չի լսել։ Հա, ո՞ւմ եք թողում։ Հայ եք թողում։